Պարոն Փաշինյան, դուք մեկնարկել եք կաթողիկոսին հեռացման գործընթաց եւ արդեն 3-րդ պատարագին եք մասնակցում, պատրաստում եք 4-ին մասնակցում, բայց մենք տեսնում ենք, որ առանձնապես մեծ բազմություն չի հավաքվում, միայն քաղաքացիական պայմանագրի պատգամավորներ, նախարարներ են միայն ներկա լինում եւ հիմա 4-րդն եք պատրաստում մասնակցել, կարող ենք ենթադրել, որ դուք միայնակ եք մնացել կաթողիկոսին հեռացման գործընթացում, դուք հանրային աջակցություն չունեք այս հարցում։ Գիտեք ինչ, ես Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ, որովհետև դուք ասում եք գնում եք պատարագի, մարդիկ չեն հավի, մենք պատարագի ենք գնում, ես պատարագի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի։ Ես ում համար։ Ում համար, ձեզ համար է կարող է այդպես ստացվում, որ դպրոցի, գիտեք, հանրապետությունում քանի դպրոց կա։ Չէ, մի րոպե, հանրապետությունում կա հազարավոր դպրոցներ, չէ, ասինքն 1000 տնօրեն մասնակցում է դպրոցին, պատարագի։ Պատարագներ ժամանակ չեն ծափահարում, բայց օրինակ Հովանավանքում ծափահարում են շատ։ Գիտեք ով է որոշում պատարագի ժամանակ ծափահարում են, թե չէ։ Պատարագին ծափահարում է, թե չէ, որոշում է պատարագի մասնակիցը։ Ես գնում եմ պատարագի եւ ուրախ եմ, որ գնում եմ պատարագի, որովհետեւ ինչպես ասել եմ, դա ուրախ եմ, որովհետեւ դրանով դա կարեւոր է ինձ համար, իմ եւ այդ թվում մեր քաղաքական թիմի այն հատվածի, ովքեր հավատում են Աստծուն, որովհետև ես ընդունում եմ, որ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում ունեն խղճի ազատություն, նրանց մի մասը կարող է հավատալ Աստծուն, մյուս մասը կարող է այլ հայացքների տեր լինել, բայց դա ինձ համար իմ հոգևոր եւ բարոյական նորոգման ճանապարհ է եւ ուրախ եմ այն մարդկանց համար, ովքեր գալիս են։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։